հիմա մեկ բան ասեմ, թիմի մերժելը որն է, ես ներկայացնում օրենքի նախագիծ, որը մեր պետության համար է, ու ես հիմնավորումներով դա ապացուցում եմ, ու նաև դա արձանագրվում է կառավարության որոշմամբ։ Այսինքն, եթե կարան ինչ-որ մարդիկ ինչ չսիրեն, կարա ինչ-որ մարդ իմ հետ խնդիր ունենա անձնական կամ ոչ անձնական կամ ուղղակի սիմպաթիայով ինձ չհավանի, բայց սեփական ամբիցիայով կամ սիմպաթիայով կամ քենախնդրության պատճառով տապալես պետության համար կարևորագույն նախագիծը, ես, որ հիմա հնարավորություն ունենամ, կարող եմ լացեմել, էլի, որովհետև անընդունելի է դա, չի կարա տենց բան լինի, որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս, քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, դու ասես տեսար Սարգսյանին տապալեցի, գլուխ գովաս, ասես տապալեցի, չկարացավ անի, բայց չես ասում, որ դու տալիս ես քո բանակի աշկն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44,000-ից 14 տարում, իջել է 14,000, ասում եմ եկեք միջից ձեռնարկենք, ասում են բանը, մեկի մեջը խոսում ես Սարգսյան Հայկը բանը, իրա PR-ի համար անում, ինչ եմ իմ PR-ի համար անում, բանակի համար եմ անում, PR-ի համար անելուց լինի 50 տարի կլինի ես խմբակցության պատգամավոր, բայց ամենակարևորագույն հարցերը, որ բարձրացնում եմ, ինչի համար, հարաբերությունն է, չէ՞ փչանում դրա արդյունքում, նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերություն է փչանում, բնականաբար, որ մարդու խնդիրների մասին խոսում ես, հարաբերություն է փչանում, 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա, ինչի՞ց է խնդիրը ծագի, 24 թվականի պատգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց, թոքաբորբով զոհ էինք ունեցել, մահվան դեպք էինք ունեցել բանակում, որ սառը ջրով հավանաբար լողացել է, դե ասեց մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ է, բազմաթիվ բանակներում տենց է, ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը, բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են, Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում է, որ շաբաթը մեկ են լողանում։